Խելքի բլից։ Ողջույն, սա Խելքի բլիցն է, որը սեր ու տարիք չի ճանաչում։ Այս խաղին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր վստահ են, որ ունեն լավ հիշողություն եւ մտքի արագություն։ Ծանոթանանք մեր մասնակիցների հետ։ Հասմիկ Ներսիսյան, 33 տարեկան, մասնագիտությամբ լեզվաբան, հոգով եւ կոչումով ճանապարհորդ։ Հայաստանում առաջին Girly Trips աղջկական ճամփորդությունների հիմնադիրը։ Հետաքրքիր փաստ Հասմիկի կյանքից, նա երգել չգիտի, բայց առիթ է ունեցել ելույթ ունենալ օպերայի բեմում։ Հասմիկ, պատմիր մեզ։ Բարև ձեզ, մերսի շատ, որ ես հետաքրքիր խաղին եք մեզ հրավիրել, իրականում անհամբեր էի, համ իմ գիտելիքները փորձելու, համ մտքիս ճկունությունը, արագությունը, համ քեզ հյուրընկալվելու համար։ Դա իրականում ամենահետաքրքիր փաստերից մեկն է, որ բոլորը լսում են, հատկապես այն մարդիկ, ովքեր գիտեն, որ ես բացարձակ երգել չգիտեմ, լսողություն չունեմ, Բրյուսովի ուսանողական տարիների ժամանակ է եղել, ես ամբողջ կյանքս պայքարել եմ, որ երգեմ, բայց դա բնականաբար այդ շնորհը չեմ ունեցել իծնել, ուսանողական խորհրդում այնքան շատ էի ասում, որ ուզում եմ երգեմ, որ մի օր ասին լավ, արի կանգնել ես ուղղակի բեմում, բայց բերանդ պետքա բացես, փակես, զուտ խոսքերը սովորի, հիշի, որ կարողանաս այդ ժամանակ ճիշտ բացես, փակես, որովհետև միկրոֆոնը միացրած է լինելու։ Իսկ ես իմ երազանքներից մեկը կատարվում է, ես հայտնում եմ օպերայի բեմում ու մոռանում եմ, որ պետքա ուղղակի բերանս բացեի, փակեի, որտեղ միկրոֆոնները միացած են, ես սկսում եմ երգել։ Հանդիսատես կա։ Հա, իհարկե։ Ամբողջ օպերան լի էր հանդիսատեսով, բայց դիմացի այդ շարքն է միայն հասկանում ու հասկանում է երևի կողքին չի կարող երգի։ Հա, բայց հարժեր ինչ խոսք ես էլ նույն ձև կանեի։ Հավես հիշողություններ։ Այո։ Շատ լավ, իսկ ինտելեկտուալ խաղերին մասնակցելու առաջին փորձդ է այսօր։ Չէ, ուսանողական տարիներին շատ եմ մասնակցել։ Բայց եկեք համարենք, որ առաջին փորձը։ Այո, որովհետև տարիներ են արդեն անցել։ Շատ տարիներ են անցել։ Ինչ տրամադրվածությամբ ես եկել։ Ուզում եմ ասեմ հաղթելու, բայց որ չհաղթեմ, ինձ շատ վատ եմ զգալու։ Ուզում եմ ասեմ, որ ես պարտվել չեմ սիրում։ Մագաջան։ Շատ կարևոր փաստ է իրականում։ Ես վախեցած եմ նստածել։ Մագան արդեն տենց որոշել է, որ կպարտվի այսօր, չէ լավ։ Պետք է երկուստ էլ ակտիվ ու հետաքրքիր խաղ ցուցաբերեք։ Առաջարկում եմ ծանոթանանք նաև մյուս մասնակցի հետ։ Մարգարիտա Գասպարյան, 33 տարեկան, լուսանկարիչ, SMM մասնագետ, սցենարիստ եւ ամենակարևորը՝ մայր։ Մարգարիտան սիրում է մասնակցել Հասմիկի ճամփորդություններին եւ արդեն նաև ինտելեկտուալ մրցույթներին։ Մարգարիտա, ինչպե՞ս ես։ Ողջույն, շատ լավ, շատ ուրախ եմ, որ վերջապես եկա։ Սիրում ես այսպիսի խաղեր։ Շատ եմ սիրում, բայց առաջին անգամն է թե կամերաների հետ աշխատելը, թե լարված ես։ Հա, շատ։ Սա կարմրելու եմ, կապտելու եմ, տենց որ Չէ, կարմրել պետք չի, որովհետև վստահ եմ շատ հետաքրքիր խաղ ենք ունենալու եւ հետո քո մրցակիցը քո լավ ընկեր Հասմիկն է, այնպես որ կարող ես հանգիստ լինել։ Ես առաջարկում եմ արդեն բացատրեմ մեր խաղի կանոնները։ Մենք ունենալու ենք 3 փուլ, յուրաքանչյուր փուլում ընտրելու ենք մեկ ոլորտ, առաջին փուլի մասին նախ պատմեմ, որպեսզի ընտրենք առաջին փուլի ոլորտը, պետք է հնչեցնեմ մեկ տրամաբանական հարց։ Եվ ով առաջինը պատասխանեց հարցին, նա էլ կընտրի ոլորտը։ Պատրաստ եք հնչեցնեմ տրամաբանական հարցը։ Դու սխմի արդեն։ Ուշադրություն։ Արսենի հայրը որդի ունի, բայց Արսենը եղբայր չունի։ Այդ ինչպես։ Արսենի հայրը Մագան է սեղմել առաջինը։ Արսենն է որդին է։ Ճիշտ է։ Ապրես Մագա։ Այնպես որ դու ես ընտրում ոլորտը։ Դժվար բան է իբր։ Բայց մի քիչ մտածեցիր։ Հա։ Արսենին է ընտրում։ Ուզում էի, դեռ ինչ-որ դժվար բան է իմ անգալի։ Պատվող։ Չէ, մեզ մոտ ամեն չեշտ է։ Հեսա կտեսնես ինչ հեշտ հարցեր են։ Որ ոլորտն ես ընտրում Մագա։ Քաղաքից քաղաք, եկեք ընտրենք։ Հաշվի առնելով, որ քաղաքից քաղաքներ եք ճամփորդում դու եւ Հասմիկը։ Ավելի շատ Հասմիկը։ Վստահաբար շատ լավ ոլորտ է։ Գոհես Հասմիկ։ Շատ։ Գնացինք։ Սկսում ենք առաջին փուլը, ոլորտն ընտրված է քաղաքից քաղաք։ Ուշադրություն։ Որ քաղաքն է աշխարհում ամենախիտ բնակեցվածը։ Տեսա։ Հասմիկ։ Նյու Յորք։ Ոչ։
Ունես պատասխան Մագա։ Պեկին ասա։ Նախիտ բնակեցվածը։ Չունենք պատասխան։ Լավ, Պեկին թող լինի։ Պետք չէր Հասմիկին իրականում Հա, լսել, գիտեմ։ որովհետև ճիշտ պատասխանն էր Տոկիո, Տոկիո, բայց Նյու Յորքն էլ է խիտ բնակեցված։ բայց ամենախիտը Տոկիոն է։ Հաջորդը։ Որն է Արգենտինայի մայրաքաղաքը։ Հասմիկ, Ռիո դե Ժանեյրո։ ոչ, Ի Արգենտինան, Արգենտինա։ Բուենոս Այրես։ Այո, Կարամ էդ ասեմ։ արդեն ուշ։ Ուշի, շփոթեցի են ուզում ասել։ Եվ ուշադրություն։ Սկզբից խիստ եմ էլի, հա։ Ուշադրություն։ Որ քաղաքն է համարվում հյուսիսային Վենետիկ շնորհիվ իր բազմաթիվ ջրանցքների։ Լենինգրադ, Այո, Սանկտ Պետերբուրգ, ճիշտ է։ Որ քաղաքում է հիմնադրվել Հոլիվուդը։ Հասմիկ, Ամերիկա, Լոս Անջելես, այո, ճիշտ է։ Ուշադրություն։ Որն է Ֆինլանդիայի մայրաքաղաքը։ Մագա, Հելսինկի։ ճիշտ է։ Որ քաղաքի անվանումն է թարգմանաբար նշանակում արյուծների քաղաք։ Ով է սեղմել։ Դու։ Հասմիկ, Առյուծների քաղաք, այո, հենց բառը թարգմանաբար դա է Կարամ նշանակում։ ես ասա։ ասա, չեմ հիշում։ Լիոն։ Ոչ, Չէ։ Ռիո դե Ժանեյրո։ ոչ, Սինգապուր։ Օ, չգիտե, Սինգապուր։ այդ մեկը Այո, չգիտե։ Այդ չէ։ Ինձ ասում այդ Որ մեկը։ քաղաքն է նախկինում կոչվել Բոմբեյ։ Հասմիկ, Հնդկաստանի քաղաքներից մի վարքյան Մումբայ։ այո, ճիշտ է։ Որ քաղաքն է հաճախ կոչվում նաև որպես Կարմիր քաղաք։ Հասմիկ, դու այնտեղ եղել ես։ Մոսկվա, Ոչ, ուշադրություն։ Այնտեղ եղել ես քո խմբով եւ այնտեղ նկարվել է Մարաքեշ։ Այո։ Դու էլ ես եղել։ Միասին ենք եղել։ Ուշադրություն, որ քաղաքում է գտնվում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը։ Մագա, Ինքն էր։ Չէ, դու ես։ Դու սողմեցիր առաջին։ դու ես սեղմել։ Ով է սեղմել։ Մագա, դու չես։ Չէ, հասում։ Նյու Յորք, Այո, ճիշտ է։ Եվ վերջինը ուշադրություն, որ երկրում է գտնվում Պորտու քաղաքը։ Հասմիկ, Պորտուգալիա։ ճիշտ է։ Ապրեք։ Սկզբում իհարկե մի փոքր Սինգապուրը չգիտեի, այդ Չգիտեիր, հարցներ չէ՞։ չէ։ Հա, իրոք իսկ թարգմանությունը դրա։ Այո, հենց բառը Սինգապուր երկու արմատից է բաղկացած եւ առյուծների քաղաք է նշանակում։ Առաջին երկու հարցը Հասմիկ փոքրին շփոթեցին, ինձ թվում է զուտ Բուենոս Այրեսը եւ Տոկիոն, թե Տոկիոն էլ չգիտեիր, թե Գիտեի, բայց գիտեի, որ ինքը ամենախիտներից մեկը է, իսկ Հա։ ամենախիտը Նյու Յորքն է, որովհետև ես եղել եմ Նյու Յորքում ու երբ որ ուսումնասիրում խիտ էի, գրված էր, որ ամենախիտ բնակեցված ու ամենաբազմազգ քաղաքն է կամ քաղաքներից մեկն է փաստորեն։ այո, փաստորեն առաջինը Տոկիոն է, առաջին տեղում։ Իսկ դու Մագա, ինչ կասես, գոհ ես առաջին փուլից։ Գոհ եմ, կարևորը վերջում կրվեմ։ Ես գոհ եմ, վախեցած նստած ես, հանկարծ չհաղթեմ։ Դե լավ, առաջարկում եմ ամփոփենք առաջին փուլը։ Հասմիկը վաստակում է 6 միավոր եւ Մագան ցավոք 1 միավոր։ Մագա, տես, արդեն մյուս փուլերում հանգիստ կարող ես խաղալ, որովհետեւ 6-1 է հաշիվը։ Այս փուլում, երկրորդ փուլում Հասմիկն է ընտրելու արդեն ոլորտը, վստահաբար էլի ընտրելու ես ինչ-որ ճամփորդական մի բան։ Ճամփորդենք միասին։ Ճամփորդենք։ Սկսում ենք երկրորդ փուլը, ճամփորդենք միասին։ Գնացինք։ Որ երկրում է գտնվում Մաչու Պիկչու հնավայրը։ Մագա, Ես եմ Պերու։ ճիշտ է։ Որտեղ է գտնվում Փարիզի Աստվածամոր տաճարը։ Հասմիկ։ Փարիզ, Այո։ Ինչպես է կոչվում Արիզոնա նահանգում գտնվող աշխարհում հայտնի ամենախոր կիրճերից մեկը։ Հասմիկ։ մի հատ կուշենք։ Դավ, Որն է։ Գրանդ կանյոն։ Ճիշտ է։ Ուշադրություն։ Որն է աշխարհի ամենաբարձր լեռնաշղթան։ Մագա։ Հիմալայներ։ Ճիշտ է։ Հասմիկ ինչու ես պասիվացել։ այդ իր ոլորտներ։ Սարեր, ձորեր։ Այո, օքեյ։ Որ օվկիանոսում է գտնվում Մալդիվները։ Հնդկական։ Ես էի, թե ինքն էր։ Սեղմել, թե դու ես սեղմել։ Լավ, Հնդկական, լավ, պատասխանել է արդեն, ճիշտ է։ Ուշադրություն։ Որ երկրում է գտնվում Սանտորինի կղզին։ Հունաստան։ Հասմիկ, ճիշտ է։ Որ վանքում է բանտարկված եղել Գրիգոր Լուսավորիչը։ Խորովիրապ։ Առաջինը։ Ես չեմ հասցնում։ Կլինի ես վրան դնեմ ուրեմն ձեռքդ ենք։ Մի հատ ուրիշ ձեռքդ։ Ահա, սկսեցինք։ Իտալիայի որ քաղաքում է Տրևիի հայտնի շատրվանը։ Հասմիկ։ Հռոմ։ Այո։ Ինչպես է կոչվում Գառնիում գտնվող բազալտե սյուներից կազմված բնական հուշարձանով է սեղմել առաջինը։ Հասմիկ։ Ես քարերի սիմֆոնիա։ Ճիշտ է։ Եվ վերջինը որն է Ամազոնի անտառներում գտնվող գետը։ Մագա։ Ամազոն։ Ճիշտ է։
Տխուր ենք, թե լավ է։ Հələ միավորները ասեք, հասկանանք, տխուր ենք թե լավ։ 6 միավոր վաստակում է Մագան եւ 4 միավոր Հասմիկը։ Երկու միավոր տխուր ենք, բայց ընդհանուր վերջած ոնց որ թե լավ ենք։ Մագան փաստորեն ահագին բան գիտի զուտ։ Հասմիկի վախից առաջին փուլում լուր։ Մագան իրոք շատ բան։ Լուր էր առաջին փուլում։ Մագան բավականին տեղեկացված եւ խելացի աղջիկ է։ Այո, ինչ կասես Մագա։ Գոհեմ։ Ինչ Գոհեմ եւ վախից։ Ես զգում եմ։ Հաջորդ փուլում լավ կգրեմ։ Անկամ չես ուզում խոսել ոչ մի ավելորդ բառ չասես հանկարծ։ Դե համել ոնց որ հուզվում եմ։ Այո, չէ, մի հուզվիր, արդեն վերջ։ Միավորներդ վաստակել ես, ինչ հուզվել։ Այսինքն միավորները վաստակել ես։ Հասմիջան դե։ Ընդհանուր միավորները մեծ Հասմիջան կասենք։ դեր երրորդ փուլ ունենք, այնպես որ ամեն ինչ արժևում է։ Երրորդ փուլում արդեն մեկը մյուսի համար պետք է ընտրի ոլորտ, այնպես որ կարող եք միմյանցից վրեժ լուծել։ Գնացինք, չէ՞։ Դե ընտրի, որ ոլորտն ես ընտրում։ Մագայի համար։ Ես Մագայի համար կընտրեմ Հայաստանի մարզերը։ Մարզերում շատ ես ճամփորդում եւս։ Երբ որ Հասմիկը տանում է։ Երբ որ երեխան թողում է։ Հասկացա։ Իսկ դու Հասմիկի համար ինչ ոլորտ ես ընտրում։ Աշխարհի հրաշքներ։ Հա։ Հրաշքներից լավ ես հաս։ Այնքան լավ չէ, ինչքան քաղաքներից, բայց հուսով եմ ինքս ինձ չեմ հիասթափեցնի։ Տեսնենք ինչպիսի մարտահրավեր սա կլինի ձեզ համար։ Սկսում ենք երրորդ փուլը, խաղը սկսում ենք Մագայի հետ, որ մարզում է գտնվում Տաթևի վանքը։ Սյունիքի։ Ճիշտ է։ Որն է Արմավիրի մարզկենտրոնը։ Արմարվիր։ Ճիշտ է։ Որն է տարածքով Հայաստանի Հանրապետության ամենամեծ մարզը։ Գեղարքունիք։ Ճիշտ է։ Որ մարզում է գտնվում Բյուրականի աստղադիտարանը։ Արարատ Բյուրականը Արարատի մարզ Արագածոտ։ Արագածոտ։ Վայոց ձորի որ քաղաքն է համարվում առողջարանային քաղաք։ Ջերմուկ։ Ճիշտ է։ Որ մարզում է գտնվում Սարդարապատի հուշահամալիրը։ Արարատ։ Չէ։ Ոչ։ Արմավիր։ Արմավիր։ Լոռու մարզի որ գյուղում է գտնվում Աղթալայի վանքը։ Աղթալա։ Ճիշտ է։ Որ մարզում է գտնվում Գութանասարը։ Կոտայք։ Ճիշտ է։ Ներկայիս որ քաղաքն է նախկինում հայտնի եղել որպես Կամո կամ Նոր Բայազետ անուններով։ Որ քաղաքը։ Այո։ Այսինքն հարցը չի կարա գրել։ Այն ամենամեծ մարզը հիշիր։ Գավառը։ Այո, ճիշտ է։ Եվ որ մարզում է գտնվում Խոսրովի անտառը։ Կոտայք։ Ոչ։ Արարատ։ Բայց ապրես, շատ լավ է։ Իհարկե ապրես։ Գոհես Հասմիկ։ Ոչ։ Բացարձակ։ Իրականում դե մի քիչ ոնց էր անսովոր է ինձ ու աշխատում եմ ցենց ինչ որ ավել բաներ չասեմ։ Դու ինչ ճանաչում ես հումորներս եւ այլն եւ այլն։ Ասում եք կգան բոցեր կանեն։ Իսկականից, Ասում ենք։ Կես ժամը բոցի ենք սպասում։ Չգիտեմ ինչ ասեմ, շատ տպավորված եմ։ Ուղղակի բանի Հասմիկից մոտ լավ բան եմ սովորել, որ ինչ լինում է, ասում եմ ինչ հավես, հա։ Այսինքն ամեն ինչը որպես հիշողություն եմ դիտարկում, ամեն վատ բան էլ լինի։ Ասում հիշողություն։ Այո, Հասմիկից միշտ լավ բաներ կարելի է սովորել։ Վստահ եմ նաև քեզնից առաջարկում եմ հիմա սկսենք խաղը արդեն Հասմիկի հետ, քանի որ իր համար ընտրել ես աշխարհի հրաշքները։ Հին աշխարհի 7 հրաշալիքներից որն է այսօր պահպանվել։ Եգիպտական բուրգեր։ Ճիշտ է։ Ինչպես է կոչվել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում կառուցված եռահարկ աշտարակը։ Լյուքսոր։ Տես այդ անունը արդեն հնչեցել է։ Ալեքսանդրիա։ Ալեքսանդրիայի ինչ։ Ալեքսանդրիայի տաճար։ Փարոս։ Ոչ։ Փարոս։ Այո։ Ալեքսանդրիայի Փարոս։ Չէ, եկեք։ Ուշադրություն, դեռուն ենք լիքը հարցեր։ Հունաստանի Օլիմպոս քաղաքում որ աստծո արձանն էր կառուցված, որը համարվում էր 7 հրաշալիքներից մեկը։ Զևս։ Ճիշտ է։ Որ քաղաքում է կառուցվել Ռոդոսի կոթողը։ Ռոդոսում։ Ճիշտ է։ Որն է այն հրաշալիքը, որը կոչվել է Ասորեստանի թագուհու անունով։ Անա Որն է այն հրաշալիքը ժամանակին եղել է, որ կոչվել է Ասորեստանի թագուհու անունով։ Ով է եղել Ասորեստանի թագուհին։ չեմ հիշում Ասորեստանի թագուհին։ Շամիրամի այգիները։ Շոմիրոմի ճիշտ է։ Որ երկրում է տեղակայված Մաչու Պիկչու հնավայրը։ Պերու։ Ճիշտ է։ Որն է եղել հին աշխարհի այն հրաշալիքը, որ կոչվել է Պտղաբերության աստվածուհու անունով։ Հին աշխարհի Այն հրաշալիքի անունը, որ կոչվել է Պտղաբերության աստվածուհու։ Անահիտ։ Ոչ։ Արտեմիսի տաճար։ Որ երկրում է գտնվում Թաջ Մահալը։ մի վարքյան։ Երկիրը։ Հնդկաստան։ Այո, ճիշտ է։ Որն է աշխարհի նոր հրաշալիքներից մեկը, որ գտնվում է Հռոմում։ Կոլիզեում։ Ճիշտ է։
Որ քաղաքում է գտնվում Հիսուս Քրիստոսի արձանը։ Ռիո դե Ժանեյրո։ Ճիշտ է։ Այսքանը Ապրես։ գոհես քեզնից։ Մի հատ միավորներ կան։ Նոր կհասկանանք։ Երրորդ փուլում վաստակում ենք 7 միավորներ, հավասար պայքար ընթացավ, բրավո, իսկապես։ Բայց կարամ ասեմ, որ 1 թե 2 հարց ինձ հուշել է մագան։ Բա իսկ դու ասում ես վախենում եմ ասմիկից։ Ես Չէ, չեմ վախենում, իրական, մենք լավ ընկերներ ենք։ Այո։ Ամենտեղ պետք է պատճառ կանել իրար։ Սովորացրել է տեքստը։ Շատ լավ, գոհ եք ձեզնից, մի հատ պատմեք, կիսվեք, էմոցիաներ, ադրենալին։ Շատ հավես էր։ Իմ համար շատ հավես էր ու ես միշտ ուզել եմ sense ինչ-որ խաղի, որտեղ շատ եմ սիրում ինտելեկտուալ խաղեր։ Ընտիր, հատկապես երբ որ մտերիմ ընկերներից մեկի հետ ես շատ։ մասնակցում, խաղը ավելի քան հաճելի է անցնում, չէ՞ հաս։ Հա, իրականում ես եմ շատ գոհ, որովհետև բացի այդ հավես անցնելուց ինքը մեծ փորձառություն է մեր համար, մեր մտքի այդ ճկունության հասկանալու, որտեղ ենք թերանում, որտեղ պետք է ավելի շատ կամ մեր հիշողության հետ աշխատենք, կամ ուշադրության հետ, կամ գիտելիքի հետ։ Կար ինչ-որ մի նոր գիտելիք կամ ինչ-որ մի ինֆորմացիա, որ սովորեցիք այսօր։ Այո, Սինգապուրը, հա, ինձ համար այդ լավն է։ չգիտեի։ Շատ հետաքրքիր խաղ է, շատ։ Ես մյուս թողարկումներն եմ նայել ու բավականին անհամբերությամբ սպասում էի, երբ ենք գալու, որովհետև շատ հետաքրքիր է ու իրոք ամեն հաղորդման ժամանակ ինչ որ բան արում, ասես մա լուրջ։ Շատ լավ։ Ես առաջարկում եմ նաև ամփոփենք ընդհանուր խաղի արդյունքները եւ տեսնենք ով է հաղթում այսօր։ Դե ինչ, ընդհանուր խաղի արդյունքներով Հասմիկը վաստակում է 17 միավոր եւ Մագան 14 միավոր, ուստի Հասմիկ շնորհավորում ենք քեզ։ Ապրես Մագաջան, որ պարտվեցիր, թե չէ մենք Հասմիկի ձեռքից չենք բրծնի։ Չէ, բայց իրականում շատ լավ էր, այդքան էլ տարբերությունը մեծ չէր, բայց ամեն դեպքում հաշվի առնենք 2 հարցը դու ինձ հուշել ես, ամեն դեպքում ես էի հաղթում։ Հաղթում ընկերությունը։ Այո։ Դե իհարկե մենք չենք կարող մեր Հասմիկին թողնել առանց նվեր։ Շատ սիրելի Հասմիկ, քեզ նվիրում ենք բուկինիստի կողմից նվեր քարտ, կարող ես գնալ, քեզ համար գրքեր գնել, մեզ հետ էլ կարող ես կիսվել։ Դու սիրում ես, չէ՞, շատ գրքեր կարդալ։ Հա, շատ գրքեր կընտրենք երկուսից համար։ Ինչ լավն է։ Շատ cute ենք։ Ես իրան չեմ վախացրել։ Չէ, բայց լավ, ասա։ Չէ, ես իրան շատ եմ սիրում Լավ իրական։ կատակ եմ անում։ Շատ Բայց եմ լուրջ սիրում։ ասա, որ քեզ չեմ վախացրել։ Չէ, չի վախ։ Ինքը չէր կարող վախացնել։ Հա, իրան դու 29-ն եք, ախր։ Ես sense համեստ եմ, բայց իրական շատ կան։ Շատ լավ։ Բայց շատ գոհ եմ ու շնորհակալ եմ այս նվերի համար, որովհետև ամենապետքական նվերներից է։ Մենք կգնանք եւ երկուսիս համար գիրք ընտրենք։ Ու կիսվենք բոլորի հետ։ Շնորհակալ եմ շատ խաղին մասնակցելու համար։ Ձեզ եւս շնորհակալություն սիրելի դիտողներ, սպասեք մեր հաջորդ խաղերին, որովհետև դրանք ավելի թեժ են լինելու։ Խելքի բլից, գիտենք որ գիտես, մնում է հասցնես։